Կարճելու տեղեր կան։ Հա, կան։ Կան կարճելու տեղեր ու այդ ամեն ինչը պետքա վաղը մարդկանց նենց բացատրեն, որ կարողանան իրենց շահերը պաշտպանել։ Արեգ ջան, իսկ կարողա դու էլ սկսես կողքերդ նայել։ Հա։ Որ իմաստով։ Ամենաուղիղ իմաստով, Արեգ, ամենաուղիղ։ 7 տարի նստել սպասել ես։ Հա։ Ու ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Եթե Լուսեն այդ տղայի հետ ներս ու դուրս է անում, այդ գիտես ինչ է նշանակում, որ մեծ գործարքը արդեն կայացել է։ Ինչ որ ասեցի, խնդրում եմ, լավ դրանց շուրջը մտածի։ Խնդրում եմ քեզ, Արեգ, ես 18 տարի աչքս փակ եմ եղել, տենց չի, ժպիտ չի եղել իմ տանը։ Հիմա նենց արա, որ իմ տանը ուրախություն լինի, որ իմ դեմքին էլ ժպիտ կա։ Չէ, Սրափյան, դու իմ մահն ես ուզում հաստատ։ Լավ է, Վարդան, ինչեր ես խոսում տնաշեն։ Ես էլ չեմ գնա այդ թաղ, ասում եմ։ Էմի գնա, համարներ ունես, անուններ ունես, մի հատ նոր համար ես վերցնում, զանգում ես, միտեղ հանդիպում եք ու խոսում եք։ Զանգեմ ինչ խոսամ, իրաք մոտիկ էլ հաստատ չեն գա, ամոն հաստատ ամեն ինչ պատմած կլինի։ Չէ, այս անգամ դերասանություն անել պետք չի, կոնկրետ կներկայանաս, կասես իմ ներկայացուցիչն ես։ Մի հատ կճշտես ինչքան փող են ուզում, բայց շատ կոնկրետ Վարդան, շատ կոնկրետ, թող թղթի վրա գրեն, մենք էլ իրանց կտանք այդ փողը։ Հա, մեկ էլ կբացատրեն, որ հակառակ դեպքում դրա կեսն էլ չեն ստանա, այս կամ բան։ Մենակ չասես չեմ կարա։ Երկու գործ, կրկնակի տոկոս։ Հարց չկա, երբ եմ գնում։ Այ, սիրում եմ արագ որոշումներ կայացնողներին։ Վաղը Վարդան ջան, վաղը, բայց միջև փողը տալը, մի հատ մտնում եք նոտարի մոտ ու թուղթ ու թանակով ձևակերպում եք այդ բաճար։ Կեր։ Հարց չկա։ Հա, ապեր, գնացի իրենց տեղ խոսացի, սաղ նույն բանն են ասում, ասում են, որ առավոտից գնացել են այդ հոսոյին տենալու։ Հա, բայց չէին կարա այդ հոսոյին տենալուց առաջ կամ հետո անեին, չգիտեմ, բայց միջև հիմա հետ չեն եկել։ Չգիտեմ, ապեր, ինձ թվում է իրանք էին։ Ես չգիտեմ արդեն ինչ մտածեմ, կարող է մի քանի օրից էլի գնամ։ Ես գնացի, ապեր։ Վիկան էլ նորմալ բան չասեց։ Ասում էի Պրանայսի մաման չի թողել, որ դուրս գան։ Ես իմ։ Մտածում եմ կարող է վախեցել են դրա համար դուրս չեն եկել։ Չգիտեմ, ապեր, վաղ կգան կհասկանանք։ Գալու են, չէ՞ համասարան։ Հա։ Դե մի մտածի։ Դու գնա քնի հանգստացի, վաղ կհասկանանք։ Դե չեմ մտածում։ Ուղղակի կարոտել եմ գժիս։ Էլի բացեցիր ատամներդ։ Լավ էլի, հեսա որ սիրահարվեց իրարից հետո կխոսանք։ Ապեր գալիս ես ներս, թե գնում ես տուն, մրսելու հավես չկա։ Չէ, գնում եմ բիձա ջան։ Ապեր չես պատկերացնի վաղը ոնց եմ վազելով գալու դասի։ Գնացի, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ապեր չլսար ինչ ասին տղեկը։ Այդ տղեն եկել է թաղ մեզնով է հետաքրքրվել։ Հա, հետո։ Էլ ինչ հետո։ Եթե եկել է, ուրեմն մտքով մի բան անցել է, չէ՞։
ախպերական քել դրանց մոռացի, չես իմանա մտքներով ինչ կանցնի։ Ինչ պիտի անցնի է։ Ընկեր, կարան վատության համար էթան ոստիկանություն։ Կամ ավելի վատ, թաղում շուկուր գցեն։ Դա լտո փորձ են։ Հա բայց խի երկարացնենք, որ մի հատ է փորձեն։ Ախպեր քո ասածնա գնատունելու։ Անգեր հոտուն գնալով չի։ Սաշ սպասի։ Դու մենակ տենայր Արամը ոնց էր խոսում այդ տղաների հետ։ Մետ ինչի ես ինձ ասում։ Որ աչքիդ առաջ կանգնած մարդուն տեսնես, ոչ թե ինչ-որ նոնեյմի։ Հիմա ինչ ես գցել ուղեղդ։ Մարդեր գրեց, պատասխանեցի շփվեցինք։ Գրակն եմ ընկել։ Ես կարդացել եմ դրա մասին Անայիս այդ վախ հայրական շփումից։ Ինչ ես դեմքդ ծամածրել։ Քեզ ավելի լավ է մեկի հետ շփվես չիմանալով թե ով է, քան դուրս գաս կենթանի մարդու հետ շփվես, չէ՞։ Լսի հոդու մամաս չես։ Ընկերուհիդ եմ ու անհանգստանում եմ քո համար։ Բա որ ուրիշի հետ շփվի, բա որ ինչ չգրի, բա որ ուրիշին գրի։ Լավ, Վիկա, վերջ, վсё։ Ես էլ բան չեմ ասում, բայց դու մտածի։ Կներես, Արամ սպասի, հա։ եթե շտապ չի, վաղը խոսանք էլի առավոտ 10-ին։ Արամ, մի րոպե, դու երբ ես այս ժամին քնել։ Ուղղակի ասա, որ չես ուզում հետս խոսաս։ Արամ, վրասը չես նայում։ Ինձ էլ չես սիրում։ Արամ, խնդրում եմ։ Լուսե ես էլ էի խնդրում։ Ու հիմա էլ եմ խնդրում, որ ասես այդ ոնց եղավ մի օրվա մեջ Արեգին մոռացար ու հիմա ուրիշի հետ ես ամուսնանում։ Ես Արեգին չեմ մոռացել։ Ուրեմն ավելի վատ քո համար, որ Արեգին չես մոռացել, բայց ուրիշի հետ ես ամուսնանում։ Չէ, ես հիմա չեմ կարող ինչ-որ մեկին նայեմ սատ։ Ես հիմա չունեմ ոչ սիրտ, ոչ ցանկություն։ Ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ պիտի ընտանիք կազմեմ։ Բայց այս բան անկեղծ Արեգ ջան, ցավդ տանեմ, ես ու չասեցի այսօր կամ վաղը կամ մյուս օրը իմ ասածն ա, որ դու հենց չնստես ձեռները ծալած ու սպասես ինչ-որ բանի։ Հասկանում ես։ Երբ որ մարդ հույսը ինքն իր վրա չի դնում, այլ նստում սպասում է ինչ-որ բանի, այդ ամենաահավորն է, ասածս էդ է, հասկանում ես, իսկ մնացածը ժամանակը կշտկի։ Ես քեզ հասկացա սատ։ Դու բոլորը նայել ես։ Ու ինձ համար էլ կան ոչ ցանկալի բաներ։ Ես առաջարկում եմ դու քեզ համար ոչ ցանկալի բաները գրի առնես, ես էլ իմ հերթին դա անեմ, հետո կքննարկենք մեր հայրերի հետ։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ եւս մի բան։ Մենք ուզենք թե չուզենք, մեր տեսանկյունից պիտի նայենք այս ամեն ինչին։ Ես չեմ ասում, որ չանհանգստանանք ինթաղի բնակիչների մասին, բայց ոչ ի վնաս մեզ։ Կարծում եմ ինչ-որ կոմպրոմիսների է պետք գալ։ Ու որն է կոմպրոմիսը։ Մարդկանց իրենց տների դիմաց շուկայականից ավելի ցածր գին առաջարկել է։ Չէ, օրինակ կարող ենք ցածր տոկոսադրույքով մեր բազմահարկերում բնակարաններ առաջարկել։ Այդ ձեռնտու չի, որովհետև Մի րոպե։ Լուսե, ես նորից եմ կրկնում, մենք նույն թիմից ենք։ Հա, ես հասկանում եմ, որ դու որոշակի համակրանք ունես հինթաղի բնակիչներից մի քանիսի հանդեպ։ Բայց կրկնում եմ, դու մեր թիմից ես։ Իմ
քո հոր, քո մոր, քո եղբոր ու նաև իմ ընտանիքի։ Էնպես որ խնդրում եմ դրա մասին մի մոռացի լավ։ Հա, պապ։ Չէ, ասնում եմ արդեն իմ տուն։ Դե ընդհանուր առմամբ գոհ եմ։ Վաղը կգամ օֆիս կխոսենք։ Բարի գիշեր։ Չեմ թաքցնի, ինձ համար ցանկալի չի, որ դու թաթախվես այդ ամենի մեջ։ Պապ, ես ինքս եմ ուզել։ Ու երեկվանից այդ ձեր կազմած փաթեթն եմ նայում, Դավիթն էր բերել։ Ու դու պատրաստ ես գնալ հին թաղ, խոսել բնակիչների հետ։ Հա։ Սաթենի, Արեգի, հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Հասկանում եմ, պապ։ Զարմացրիր, աղջիկ ջան։ Չէ, լուրջ։ Սկզբում քո ամուսնությունը Դավիթի հետ, հետո քո նեղանալը Արեգից։ Սա էլ երրորդը։ Իսկապես ինձ զարմացրիր։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Պապ, եթե ուրիշ քննարկելու բան չունենք, ես գնամ աշխատեմ, հա, դեռ լիքը նայելու բան կա։ Խուսափում ես խոսելուց։ Չէ, պապ ջան, չեմ խուսափում։ Ես գնամ, հա։ Լավ, ես թղթերը նվիրատվությամբ կպատրաստեմ ու կփոխանցեմ քեզ քո 25%-ը։ Լավ։ Աջան, ես չգիտեմ դուք Լուսի հետ ինչ եք պայմանավորվել, բայց ես քո արած քայլը իսկապես շատ կարևոր է։ Գիտես չէ՞ դες, կինը ամուսնու մեջ կը համ ամրացնումն է, հավել քանդողը, ոնց։ Մենք որ այդ հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Դե ես էլ եմ ուզում, որ ես ու Լուսեն մի հոգի ու մի մարմին դառնանք։ Իհարկե դա դժվար է, երբ սիրելի կինը քեզ սիրահարված էլ չի։ Բայց առանց դրա էլ ամեն ինչ անիմաստ է դառնում։ Համաձայն եմ դες, դու կարևորը հանկարծ հետ քայլ չանես։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու, բայց եթե մի բան սկսում ես, պետք է միջև վերջ տանես, ուրիշ տարբերակ չկա։ Լսի, այդ Օլյան վերջը զանգեց։ Չէ, ես զանգեցի։ Հանդիպեցինք, խոսեցինք։ Մի խոսքով Օլյան որոշել է հետ քաշվի։ Չեմ հավատում։ Ես էլ։ Մինչև հիմա խելքի չեմ գալիս։ Մի տեսակ չեմ հավատում, որ Դե որ շնորհավորում եմ դες։ Որ ասում են ամեն ինչ քո ուզածով է դասավորվում, չէ՞։ Ոնց որ թե հա։ Էս շատ լավ է։ Ձեր ասածը ոնց որ օգնեց։ Դավիթը շատ շնորհակալ էր ու հուզված։ Տեսնում ես, իսկ դու չէիր հավատում։ Շարունակի իմ բոլոր ասածները անել եւ կտեսնես ինչ արագ Դավիթդ կվերադառնա քեզ մոտ։ Միայն թե մի բան է ինձ անհանգստացնում։ Ինչքանով այս ամեն ինչ ազնիվ։ Իսկ ինչքանով է անազնիվ։ Դու ինչ վատ բան ես անում, կասես։ Դու Դավիթի հետ ինչի համար ես, որովհետեւ ինքը ազդեցություն ունի կամ փող։ Իհարկե ոչ։ Ես սիրում եմ Դավիթին։ Բա սիրելու մեջ ինչ անազնիվ բան կա։ Մի խոսքով շարունակիր անել այնպես, ինչպես ես քեզ ասեցի, ու եթե խորհրդի կարիք ունենաս, անպայման դիմի ինձ։ Բայց չգաս մեր տան դիմաց կանգնես, համարս ունես զանգի։ Լավ։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Դե ես էլ մտածում էի, որ
Վախեցել եք ու տնից դուրս չեք եկել։ Չէ, ուղղակի ես քանի օր է որ Անահից հենց տանն եմ մնում։ Իզաբելը մամայիցս խիստ է իրան պահում։ Ասեց հանգստացեք, տնից դուրս գալ չկա։ Լսի, ձերոնք երբ են գալու։ Վաղը կամ մյուս օրը։ Ինչի՞։ Դե որ հանգիստ ներսը դուրս անես։ Հա, շատ խիստ է Իզաբելը։ Գիտեի, բայց այսքան չէի պատկերացնում։ Արթուր։ Ջան։ Բան եմ ուզում հարցնեմ քեզ։ Ինչ ա եղել։ Արամը Անահիսից ընդհանրապես չի խոսացել։ Չէ, խի պիտի խոսա։ Դե եսի՞մ։ Չի հավանում Անահիսին։ Չգիտեմ, ես ու Արամը իրար հետ չենք խոսացել։ Այդ մենակ ես ու դու ենք խոսացել, որ իրար հավանում են։ Բայց խես հարցնում, բան ա եղել։ Չէ։ Լսի, կարող է Անահիսը սիրահարվել Արամին։ Չէ, ինքը ընդհանրապես չի հավատում սիրուն։ Համ էլ ամեն ինչ անում է, որ չսիրահարվի։ Լսի, կարաս Արամին խոսացնես։ Չէ, ուղղակի Անահիսը բան չի ասել։ Ինձ է հետաքրքիր։ Լավ, կփորձեմ, բայց խոս չեմ տալիս։ Ապրես։ Բարև։ Բարև։ Վերջացան ձեր դասերը։ Չէ, Վիկային եմ ման գալիս, ասես որ դուրսն է։ Հա, Արտուրի հետ դուրս էին եկել, բայց աչքովս չեն ընկել։ Դե որ չգտնեմ կզանգեմ։ Իսկ հիմա ո՞նց եք։ Վիկան շատ էր վախեցել։ Վիկան։ Ես երևի ավելի շատ էի վախեցել։ Դե անորմալ է։ Քո աչքի առաջ է տեղի ունեցել։ Իսկ հիմա ո՞նց եք։ Լավ եք։ Լավ ենք։ Իսկ դուք իրանց էլի հանդիպել եք։ Չէ։ Հաստատ։ Հա։ Վիկանը։ Դե հենա, գտակ իրար։ Ես գնամ չխանգարեմ։ Լավ։ Հավիկ։ Ուր ես։ Հա։ Նկատել եմ, որ իրար հետ չեք շփվում։ Հա, ճիշտ ես նկատել։ Երեսս տեսնել չի ուզում։ Լավ։ Մամ, չես հավատում, ճիշտ եմ ասում։ Խոսում եմ, փախնում է։ Լավ, ես իր հետ կխոսեմ։ Բայց դու ինչ ես սենյակում փակվել։ Ինչ ա եղել։ Թակարդն եմ ընկել։ Այսինքն ինչ ա եղել։ Մամ, Դավիթի հետ մի քանի բան էի պայմանավորվել ամուսնությունից առաջ։ Ու դրանցից մեկն էլ էր, որ ես իմ ձայն ունենամ հին թաղի հետ կապված։ Դե հիմա էլ մամ պապան չի պատմել։ Դե նոր ասեց, իրան էլ այդ ամեն ինչը դուր չի գալիս։ Ինքը շատ լավ հասկանում է, որ դու ամեն րոպե կարաս հանդիպես Արեգին ու Սաթենին։ Բայց դու չես կարող Դավիթին ասել, որ փոշմանել ես։ Չեմ կարա։ Բայց մամ, ինձ Արեգին ու Սաթենին տեսնելուց բացի ուրիշ բան է ցավացնում։ Դավիթ երեկ շատ բարձ ասեց, որ ես պետքա մեր շահերը պաշտպանեմ, մեր ընտանիքի։ Հա, հասկանում եմ, որ ինքը իր տեսակետից ճիշտ է ու իրավունք ունի այդ ամեն ինչը պահանջելու ինձնից, բայց մամ, հասկանում ես, ես ուզում եմ իրանց օգնել, բայց հակառակը ստացվեց։ Իսկ ինչ էիր մտածում, Լուսե։ Մտածում էիր, որ ապրելով Դավիթի հետ Արեգի շահերն ես պաշտպանելու։ Կարծում ես, որ Դավիթը, Սուրենը, հայրդ դուրս են գալու Սաթենի ու Արեգի դեմ։ Չէ, սխալվում ես։ Քեզ են հանելու իրանց դեմ։ Ու Դավիթն ու Սուրենը առիթը բաց չեն թողնի։ Ու գիտես ինչի համար։ Հաստատ Դավիթն է։ Ես կբացեմ։ Մի խոսքով տղեկ ջան, կարճ ու կոնկրետ եմ ասում։ Սրափեն ուզում այդ արտադրամասի կողքի տները
հատ առնի։ Դրանում չկասկածեք, համոն ձեզ օրինակ։ Բայց համոյն խապել եք։ Հաստատ։ Բայց որ խապել ենք, ոստիկանություն ինչի չի դիմել։ Լավ էլի տղեկ, հո ասելով չի։ Մի խոսքով, Սրափյանը համոյի կողքի տները առնելու է։ Էդ էլ ձեր տներն են, չէ՞։ Հենց որ մտածեք, լավ գումար է տալու։ Հիմա էլ մեզ անշանի տակ վերցրել, հա։ Ինչի վատ է։ Դուք պետք է ուրախ լինեք։ Մարդը շահագրգռված է ձեր տները առնելու։ Դուք չէիք ասում համոյին, որ ձեզ մեծ գումար է պետք։ Ինքն էլ պատրաստ է։ Հիմա նայեք ոնց ենք անում, տղեկ ջան։ Էս ձեզ թուղթը, էս էլ գրի չէ։ Ձեր ուզած գումարը գրում եք, ես էլ ձեզ խոսք եմ տալի։ Ինչ գրում եք, այն էլ տալիս ենք։ Եթե չհամաձայնվենք։ Այ եթե չհամաձայնվեք, լսեք տղեկ, Սրափյանը, եթե մի բան ուզում է, ստանում է, ու ինքը հաստատ ձեր տները կստանա։ Այ թե դուք ինչ կստանաք, դա արդեն մեծ հարց է, հենց որ լավ մտածեք։ Դյաձ Արգամ, ես շատ լավ հիշում եմ մեր վերջին խոսակցությունը, մինչև ձեր առողջական խնդիրները։ Դուք այդ ժամանակ բարկացաք, ինչ ասես ասեցիք, բայց հավատացեք, ես ձեզ չեմ ստել։ Դե հասկանում եմ, եթե իմ փոխարեն ուրիշ մեկը լիներ, գուցե ինչ-որ այլ ձևով ասեր։ Իսկ ես ամեն ինչ ուղիղ ասեցի ու շատ տգեղ բան ստացվեց։ Հասկանում եմ, ինչ ես ասում։ Իմ ուզածը ընդամենը այն է, որ ամուսնությունը լինի սիրով։ Իսկ ինչ վերաբերում է բարկանալուն։ Հա, բարկացա, որովհետև սկզբում դու ուրիշ բան ասեցիր, թաքցնելով գլխավոր պատճառը։ Հետո հասկացար, որ ուզածիդ չես հասնում, ինձ փաստի առաջ կանգնեցրիր։ Հասկանում եմ։ Ու ներողություն եմ խնդրում։ Դուք գիտեք, թե ես ձեզ ոնց եմ հարգում ու չէի ուզի, որ մեր միջև թուրիմացություն լիներ։ Իսկ հիմա եթե դեմ չեք հարսանիքից խոսենք, վերջի վերջո դրա համար եմ եկել։ Այսպես կոչված հարսանիք։ Հիշում եմ, թող լինի ընտանեկան ճաշկերուտ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ երբ, որտեղ։ Դե տեսնում եմ, որ արդեն ոտքի եք կանգնել, բայց նաև հասկանում եմ, որ ամեն տեղ չի, որ հարմար կլինի։ Չեմ թաքցնի, ես շտապում եմ։ Եվ ուզում եմ, որ հարսանիքը շուտ լինի։ Եվ կարծում եմ տեղյակ եք, որ Լուսեն էլ է նույն կարծիքին, նա էլ է ուզում, որ շուտ լինի այդ ամեն ինչը։ Ես բաց թողեցի ամենագլխավորը։ Ես չհասկացա, թե դու ոնց կարողացար համոզել Լուսեին։ Հա, Լուսեն էլ է ուզում, որ շուտ լինի։ Բայց այստեղ մեր տանը ես հաստատ առայժմ տնից դուրս չեմ կարող գալ։ Ես ավելի ռեստորանի կողմնակիցն էի, բայց խնդիր չկա, թող լինի այստեղ։ Կարևոր ձեզ հարմար լինի։ Հա, շնորհակալ եմ։ Մեր տանը կշնորհավորենք, հետո կարող եք մեկնել ճամփորդության կամ ոնց կկամենաք։ Շատ լավ։ Մնացածը ես Լուսեի հետ կխոսեմ։ Հա, խոսեք, հասկացեք իրար, ոնց կուզեք, այդպես էլ կանենք։ Շնորհակալ եմ։
Դե եթե դուք չեք գալիս, մենք կգանք։ Հա, բիձա ինչ ես ասում։ Ծաղիկա սուշիա վերցնենք գնանք։ Ապես դու ես մարդկանց հարցրել ես, հարմար չի որ գնում ես։ Դե մերոնք այդքան էլ չեն սիրում հյուրերի։ Դե Վիկան իմ դպրոցի ընկերուհին է, դրա համար իրան սովորել։ Բայց ուրիշները չգիտեմ։ Դե լավ, ինչ պարտադիր է հյուր։ Հենա քայլում ենք, զբոսնում ենք։ Հա, որ հեսա Իրիգունն էլ գա, ասես, պես պիտի գնամ տուն, չէ՞։ Արթուր էս 2 օրն է տենց։ Հեսա որ մերոնք կան, արդեն մի քիչ ավելի երկար կարամ մնա։ Ավելի։ Ապեր, ինչը սրտովը չի։ Դե քորոտում եմ։ Այս ձեր մոտ ոնց որ լավ լուրջ է, հա։ Հա, լուրջ է։ Բա չէ, ձեր նման։ Ապեր, որ փողոցում տենում եք իրար։ Գոնե բարևում եք։ Լավ ոնց որ շատ ոգևորվեցիր։ Հա ինչ, ինչ կա այդ եմ ասում։ Լավ երեխեք, ես գնամ տուն։ Չէ էլի, որ գնաս ես էլ պիտի գամ։ Բա տենում եք, ես մարդուն նեղացնում եք։ Հետո էլ ուզում եք ձեր կողքը մնա։ Չէ, Անայիս։ Հենց փուկներին նայիր։ Այ բիձա։ Ես տանտի բազում եի։ Լավ թվեր են, չէ։ Շատ լավ թվեր են, Որդան, շատ լավ։ Ես դուք կասկածում եք, բա նոտարի մոտ երբ եք գնում։ Վաղը։ Արդեն պայմանավորվել եմ, բայց գումարը հետս պետք է տանեմ։ Եթե չտանեմ, չեն ստորագրի։ Ահա, կտանես, հիմա տես։ Ես մի թևը մաքրեցինք, անում եմ մեզ թևը։ Այդ քեստից շշմացվեց նա։ Խր շատ ագահ մարդ է Սրափյան։ Այսքան է երիկ չի քեզ։ Ով էլ խոսա ագահությունից, լսի արգամը քեզ այդքան փող է տալիս։ Քեզ է քեզ տեսած խարդախություններով զբաղվում։ Թե ուրիշի աչքի չոփը լավ է, ու քո աչքի գերանը չէ։ Մի խոսքով ես մյուս թերի բնակիչների տվյալները գնա ու հավաքի։ Ո՞նց իմանամ։ Ես այդ թաղ չեմ կարել մտնեմ։ Համոն ամեն ինչ պատմեն է սավին։ Դու աչքդ էլ հանել ա, ոնց ուզում ես գտի։ Քեզ երկու ժամանակ գնա։ Սրափյան դու խիղճ ունես։ Չէ, չունեմ, չկա։ Գնա, դավայ։ Շարժուր։ Այդ փոխանցումդ միջև օրվա վերջ կնստի, դավայ գնա։ Դե այդ մարդը հիմա չի կարող դուրս գալ տնից։ Իսկ եթե չհամաձայնվեմ, ստացվում է, որ հարսանիքը պիտի հետաձգվի։ Իսկ ես չեմ ուզում ռիսկի դիմել։ Վախենում եմ։ Վախենում ես, որ լուսենք փոշմանի։ Դրա համար էլ ուզում եմ, որ հնարավորինս արագ լինի հարսանիքը։ Հեսա թող պապան գա, մի հատ հետը խոսենք, եթե պետքա գնանք արգամենց, չգիտեմ մի խոսքով։ Թող գտու ես կխոսեմ հետ։ Լսի, մի բան էի ուզում հարցնել։ Այդ որ պիտի բաժնետեր դառնայիր, դա եղավ։ Հա, մի քանի օր առաջ է եղել։ Պապայի օֆիսում էինք, թղթերը ստորագրեցինք ու վերջ։ Հիմա շինարարությունը այդ գումարներով է շարունակվում։ Բա ինչ թղթ ես ստորագրել։ Դե մի 4 հատ թուղթեր պապան տվեց, ես էլ ստորագրեցի, ինչի։ Դե չես կարդացել ինչ ես ստորագրել։ Չէ։ Չգիտեմ, կարող է ես եմ անիմաստ հարցեր տալիս։ Հայրդ է, բայց Սուրենը մի քիչ ոչ ստանդարտ տեսակ է։ Մի խոսքով լավ կլիներ, որ կարդայիր։ Թե ես հասկանում եմ, որ պապան կարան հենց բան անի, որ ախր դա ինձնից չի, ես սովորաբար տենց չեմ անում, բայց չեմ կարդացել, մենքան երջանիկ էի, որ մեխանիկորեն ստորագրել եմ։ Իսկ օրինակ չունես, որպես կանոն 2 օրինակով է լինում պայմանագիրը։ Հա, ճիշտ ես, բայց չէ, չունեմ։ Լավ, մի խոսքով քեզ անիմաստ մտքերի մեջ գցեցի։ Իզաբել, ինչ ես կարծում, եթե պապային ասեմ տան այեմ կամ իմ օրինակ կուզեմ, կնեղանա։ Իմ կարծիքով կարող ես ասել, որ քո օրինակը մոռացել ես օֆիսում։
Շատ լավ տարբերակ է։ Այդ դեպքում ոչ կնեղանա, ոչ էլ մտքով անիմաստ բաներ կանցնել։ Շնորհակալ եմ համ հիշեցնելու, համ խորհուրդ տալու համար։ Խնդրեմ։ Ինձ թվում է, թե ձեր մեջ ինչ-որ Չէ։ Մեր մեջ ոչ մի բան էլ չի կարող լինել։ Վերջ, մոռացանք ես ամեն ինչը։ Ես վաղը կգնամ պապայի մոտ, կխնդրեմ, որ օրինակը տա։ Դե լավ, ես գնամ։ Լուսեն զբաղված էր, պայմանավորվեցինք, որ երեկոյան կհանդիպենք, մի քիչ կզբոսնենք։ լավ, դե բարի ժամանց ձեզ։ Շնորհակալ եմ։ Լևոն ջան, բարև։ Ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք լավ։ Լևոն ջան, դու մեր կողմերը երբ ես գալու։ Հա, լավ կլինի հանդիպենք։ Լևոն, ես այդ թղթերի հետ ծանոթացա, այստեղ հին մոտ ինչ որ մտքեր եկան, լավ կլինի հանդիպենք էլի։ Հա, թեկուս վաղը։ Եղավ Լևոն ջան, դե ուրեմն կսպասեմ, լավ։ Ջայլներն են զանգել, ավտոն եմ տակասնում գնամ դրանց տենամ։ Հենց հիմա։ Հա, իջի դրանց թաղ մենակ չլինեմ, էլի։ Բայց on-line է։ Ոնց որ թե չէ։ Չէ, դու լուրջ սիրահարվել ես։ Ոչ մի բան էլ չեմ արել։ Ուղղակի հետաքրքիր մարդ է շփվում։ Դու շատ լավ գիտես, որ այդ հարսանիքը հեչ սարդովը չի։ Բայց դե հիմա ինչ արած։ Հա, Դավիթն էլ եկավ իր պահվածքի համար ներողություն խնդրեց։ Ես Դավիթին էլ եմ հասկանում, բայց Կամնեք նահարա։ Ես ոնքեր էի։ Դե մայ լակ կոթներ։